Հայր մեր օրերից ես, Սուրբ Երեսիամունդո, եկես սեարքայություն քո, ելիցին կամ քո, որպես երկինս և երկրիվ, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սաղթիսներ, որպես և մենք թողունք մերոց պարտականած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ պետք է ազ մեզի շարեն, Զիգոյ արկայություն և զորություն և Ամեն։ Դեր եթե շրթունսին պանաս, Հեռանիմ երկես սեզ զողնություն ուսկո, դեր եթե շրթունսին պանաս, Հեռանիմ երկես սեզ զողնություն ուսկո, օրտնյալ համակո միասնական անպաշանեի Սուրբ երորդությունն, Հայր որդի և Սուրբ ոգին, աշին և միշտ Յավավիտյան Սավիդենից ամեն։ Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմա, որ խաչեց արկոսը մեր, ողորմյամ ես, Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմա, որ խաչեց արկոսը մեր, ողորմյամ ես, Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմա, որ խաչեց արկոսը մեր, ողորմյամ ես։ Զիվորմաս և մարդասեր ես Աստված քոլով և քեզ պահելը փառք, իշխանություն և բադիվ, աշին և միշտ Յավավիտյան Սավիդենից ամեն, իմաստություն Հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, կսպարից խորհել և խոսել և գործել, առաջի քո ամենանշան, իչար կուրտոց, իպանից և իգործոց պրգյասիս և ողորմյա քո արարացոց և ինձ սպասմա մեզ։ Հրամեցեք։ Ողջունեմ ձեզ, սիրելի եղբայրներ և քույրեր, Աստուծո մեր վրա կողնենեմ իմաստություն տալ մեզին։ Մեծ պահքի շրջան է և այս շրջանը պետք է օգտագործենք մեր անձերը ճանչնալու։ Ուրեմն ոստե վստահ եմ, որ ամեն մարդ ինքնին հավատացյալ կանվան է, ոստե այսինքն դերևս մի քանի հատ անհավատ կրնալալ, բայց դուք անուց մեջի չեք արգավտը, դուք հավատացյալ եք։ Այսօր հավատացյալ լալու որակի մասին մի խոսիմ, որովհետև պետք է ճանչնանք մենք մեզին։ Քրիստոնյայի խիճը, քրիստոնյա հավատացյալի խիճը մեղքերու նկատմամբ շատ արթուն է։ Այսինքն, երբ որ մեկը հավատացյալ կդառնա և լուրջ կերպով կառնա իր հավատքը, մեղքի նկատմամբ ըսկայություն կզարգացնի։ Իր խիճը ավելի հստակ կերպով շարունակ մեղքերու մասին կխոսի և քանի որ մենք մեղքերու ցուցակ ունենք մենք, 7 մահացու մեղքեր ունենք մենք, ուրեմն մենք մեր անձերը այդ մեղքերեն հեռու պահելու ենք։ Բայց նույնիսկ 7 մահացու մեղքերեն ավելի վտանգավոր վիճակներ կա հավատացյալի համար։ Եվ շատ անգամ մենք այդ վիճակներեն տեղյակ չենք։ Եվ կամ մենք մեզի այդ վիճակներու դեմ չենք պաշտպանել, որովհետև անուն մեղք չեն, բայց վիճակներ են։
Եվ ես կուսեմ անոնց մեկու մասին խոսիլ այսօր այդ վիճակներու մասին։ Հիմա մեր մեծ պահքի նպատակը հարգավտել մեր հավատքի հերոսներու վեսուլավն է։ Մեր հավատքի հերոսները սուրբերն են, աստվածաշնչային, եկեղեցական, հայ եկեղեցվոր, սուրբեր են, ծանոթ, անծանոթ, սուրբեր են, անոնցպես ուլալ մեր իդեալն է, ինչպես որ ամեն ֆուտբոլ խաղացողը նույնիսկ մանուկլա իր իդեալը Ռոնալդո ուլալն է, Մեսսի ուլալն է, այնպես որ եթե մեկը թենիս կխաղա, եթե մեկը մարզանքն է, եթե մեկը երգիչ է, իր ասպարեզին հերոսներուն վես ուլալուս է։ Ուրեմն մենք քրագանություն կգարտանք, աստվածաշունչ կգարտանք, սուրբերու քրագանություն կգարտանք, անոնց վես ուլալուս ենք։ Ուրեմն սուրբերու եւ մեր միջև ինչ տարբերություն կա։ Ինչու անոնք սուրբ են եւ մենք սուրբ չենք։ Անոնք ալ հավատացյալ են, մենք ալ հավատացյալ ենք։ Ինչ է անոնց եւ մեր միջև տարբերությունը։ Ուրեմն սերտիվը հարմարելար կզրուցեինք այսպես, բայց 300 մարդը չեն գնալ զրուցել, բարձրապես հարցումը կուղեմ, ինչ է անոնց եւ մեր տարբերությունը, կատեգորիկ տարբերությունը կա, որ այսօր անոր մասին խոսիմ ուզեմ։ Այսինքն մեզից ծանոթ այդ սուրբերը եկեղեցին սուրբ ուզալով վրճագած են, մեզի պես հավատացյալներ էին, բայց մեզ հավատքի որակի տարբերություն ունեին, անոնք ընդմիշտ հավատացյալ եղած են։ Այսինքն շարունակ անընդհատ հավատացյալ ուլալ հաջողած են։ Իսկ մենք երբեմն հավատացյալ ենք։ Ուրեմն մենք երբեմն հավատացյալ ենք։ Ասիկա քիչմը նվաստացուցիչ կհնչեցես, չէ, դու գիտես որ ես հավատացյալ եմ, քիդագից կերպով հավատացյալ եղած օրես սկսյալ երբեք անհավատ չեմ եղած ես, չէ, անհավատի չես եղած, բայց երբեմն հավատացյալ եղած ենք։ Եթե ընդմիշտ հավատացյալ ունենք, հիմա մենք հրեշտակի թևեր ունենայինք մեր գրնակը եւ մեր երեսի մոսիսին մեզ կփայլեր այդպես։ Ուրեմն այսօր մենք պիտի խոսենք այդ երբեմն հավատացյալ ունելու հանգամանքի մասին, որ մենք մեզի չենք վայելցներ, բայց իմ խոսքից ընթացքին պիտի համոզվիկ, որ մենք հավատացյալ ենք, բայց տակավին մեր հավատքը երբեմն հավատք է։ Մենք ընդհատյալ հավատացյալներ ենք, ընդհատված հավատքներ ունենք, իսկ սուրբերը ընդմիշտ հավատք ունին։ Հիմա առաջին մեր օրինակը պիտի առնենք Ծննդոց գիրք 5-րդ գլուխ 21-րդ համարեն։ Ենովքը 165 տարի ապրելուց հետո ծնեց Մաթուսաղային։ Ենովքը Մաթուսաղային ծնելուց հետո աստվածահաճո կյանքով ապրեց ևս 200 տարի։ Ծնեց ուստրեր, Ենովքի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 365 տարի։ Ենովքը ապրեց աստվածահաճո կյանքով եւ նրան ոչ ոք չգտավ, որովհետեւ Աստված նրան փոխադրել էր։ Ուրեմն Ենովքը մեր գիտած Փաստի Տեր Հիսուս Քրիստոսն այլ երկու մարդուց մեկն է։ Ենով եւ Եղիա, ասում առանց մահ տեսնելու երկինք բարձրացան։ Ուրեմն Ենովքը 365 տարի ապրել է եւ աստվածահաճո կյանք ապրել է։ Շարունակ ապրել է։ Եվ աստվածանքան հավնած է, որ
ասաձե որ թուն հաջողած ես իմ մարդեն սպասած ամեն ինչս ըրազես սավակներ ունեցար, թորներ ունեցար, թորներուն թորները դեսար, ապրեցար, շինեցիր, դնգեցիր, այդ բոլորի մեջ թուն բոլոր քայլերը Աստծո հաջող արր։ Մենք այդ խոսքը նաև կտեսնենք Դանիելի մասին, Դանիել մարգարեի մասին կխոսվի, երբ որ Քրիստոսը իրեն կհանդիպել եւ ասել ով շատ սիրված մարդ։ Ուրեմն Դանիելը ոչ միայն գսիրվեր թագավորի կողմը, ընկերների կողմը, ասկին կողմը, մարդոց կողմը, այլ նաև Աստծո եւ հրեշտակների կողմը սիրված մեկն էր։ Ինչու որովհետև ընդմիշտ հավատացյալ էին ասում։ Թագավորը երբ որ հրաման հանեց, սա որ այս 15 օրերը ոչ ոք, ոչ մեկ Աստծո պիտի չբաշխե, միայն կայսրին պիտի բաշխե, միայն թագավորին պիտի բաշխե։ Եվ այս հրամը հանել դվին հատկապես Դանիելի համար, որպեսզի իր հավատքը փորձեն։ Ինչ կներ ասիգա պատուհանները գփանալ ամեն օր, թեպի Երուսաղեմ գտարնալ եւ իր աղոթքը եւ իր պաշտամունքը կատարել աներևույթ Աստծո։ Դանիելը երբ որ հրամանը լսեց, գտնալսել որ պատուհանս կկոչեմ սենյակս ես կպաշտեմ, բայց շարունակեցավ նորեն փանած եւ պաշտեց խենթություն էր իր ուրացը, բայց չընդհատեց իր հավատքը, շարունակեց, թռնվեցավ, արյուններով քուփը նետվեցավ եւ հոնդը Աստված արյուններով փերանը կոչեց։ Նույնիսկ արյունները գրնային ուտել Դանիելը, բայց Դանիելը աներեր մնաց իր հավատքի մեջ, չուզեց ընդհատվի։ Ուրեմն գա չընդհատված հավատքը, գա ընդհատված հավատ, անընդհատ հավատ, ընդմիշտ հավատ։ Եվ մեր նպատակը եւ իդեալը այդ ընդմիշտ հավատքին դիրանալն է։ Ուրիշ հատված մկարտանք Սերկիցած և սիրած սամոսներեն մեկը 62-րդ սամոսը կամ 63 Աստված Աստվածին քեզ եմ աղոթում առավոտյան հոգիս զարավ է քեզ առավել ևս մարմինին ինչպես անչուր չոր անաբաց երգիր որտեղ չկա ճանապարհ այնպես պիտի քու սփարանում Երևան տեսնելու քո զորությունն ու փառքը քանզի քո ողորմությունն ինձ համար ավելի լավ է քան իմ կյանքը եւ իմ շրթունքները պիտի քովեն քեզ այսպես իմ կյանքում քեզ պիտի օրհնեմ եւ հանուն քեզ ցերքերս վեր բարձրացնեմ ասես ջարբի բարարդությունից պիտի հագենամ փերանս ցնցալի շուրթունքներով քեզ պիտի օրհնի երբ հիշում էի քեզ անգոնուս մեջ առավոտ շատ վաղ խոսում էի քեզ հետ որովհետև իմ օգնությանը եղար քու թևերի փովանու ներքո պիտի ցնցամ քեզ հետևեց անցնիմ եւ քո արջև եւ քու աջ ընդունեց ինձ հիմա ասիգա Դավիթը գրեց ըսես այս տողերը քրողը ընդմիշտ հավատ ունեցողն է թե մեզպես երբեմն հավատ ունեցողն է ինչ կսեք ընդմիշտ ունեցողն է չէ բայց Սամոսին գլուխսավ էս կգրեն Սամոս թավթի
մինչ նա գտնվում էր Հութայի եգրի անաբատում։ Չէ, ցեզը բարիլուր ունիմ, այս Սամոսը կրոնալ մեզի վես երբեմն հավարացյալ է։ Աղոր սկացումով այդպես խոսքեր կան, պորտքում կա, իր Սամոսներու մեջ երկ կա, բար կա, սնսություն կա, բայց մենք Դավիթ մարգարեի, Դավիթ թագավորու կյանքը լավ գիտենք, Աստվածաշունչում արձանագրված է։ Ինքը ընդհատված հավատք ուներ։ Սուրբ Գիրքը կարդացողները գիտեն անոր կյանքը, իր ոչրագործությունը անմեղ մարդու, իր բոնգությունը, հետևաբար ամիսներով, թերևս տարիներով այդ Աստուծո չմոդենալու սկացումը եւ ի վերջո Նաթան մարգարեի քարը եւ իր երեսին իր սխալը լսելը, ուրեմն պետք է նաեւ 62-րդ Սամոսին կով գարտանք 51-րդ Սամոսը, ողնիա Սամոսը, 32-րդ Սամոսը, ոսկորները սկսը կգոտրուվեր, մինչև որ քեզի մեղքս խոսեցա։ Ուրեմն ինչ կլա որ մարդիկ այդ հավատքին կընդհատեն, թաթար կտան։ Այս բաները հասկանալ մեզ համար կարևոր է, որովհետև մենք եթե չհասկանանք, այնադեն մենք մեզի մեկ անգամ հավատացյալ եղած եւ ընդմիշտ հավատացած կրնանք կարծել։ Ուրեմն առաջին եւ ամենամեծ արգելքը մենք կտեսնենք հավատացյալ Գայենի կյանքի մեջ։ Ապել եւ Գայենի պատմությունը երբ որ կպատնվի, մենք միշտ կսենք որ ապելը հավատացյալ է, Գայենը անհավատ էր։ Բայց երբ որ մենք պատմությունը կգարտանք, կտեսնենք որ Գայենն ալ հավատացյալ էր։ Գայենն ալ սիրել Աստված։ Գայենն ալ անոր զոհ մատուցեց։ Ուրեմն եկեք գարտանք Ծննդոց 4-րդ գլուխը, որոշ ժամանակ անց Գայենը հողի փերքից ընձա մատուցեց Աստծուն։ Ապելը նույնպես ընձա բերեց իր հոդի անդրանագիցներն եւ դրանց բարարտներից։ Աստված ընդունեց Ապելին եւ նրա ընձաները, իսկ Գայենին եւ նրա ընձային չնայեց։ Գայենը շատ տրտմեց եւ նրա թեմքը մռայլեց։ Դերը Աստված Գայենին ասաց. Ինչու դրտմեցիր քո թեմ, ինչու մռայլվեց, չէ որ եթե զոհ ես մատուցում, բայց ուղիղ չես մատուցում, մեղանչած ես լինում։ Հանդարտվիր նա քեզ պիտի հնազանդվի եւ դու պիտի իշխես նրա վրա։ Ուրեմն երկու եղբայր, երկուսն ալ հավատացյալ, երկուսն ալ Աստուծո զոհ եւ ընձակ մատուցան են։ Մեկը հող են, մյուսը անասուն են։ Որոշ մարդիկ կսեն, որ Աստված անասունի զոհը կսիրեն։ Այսինքն հողերեն զոհը չի սիրել, անոր համար չանեցան։ Բայց Աստված խոսքերը գսե, որ զոհը կարևոր չէ ինձ համար։ Զոհը մատուցանողի սիրտն է կարևոր։ Հավատացյալ ունվալը ինձ համար երկրորդական է, ինչ հավատքով եւ ինչ հոգիով գմատուցան է, այդ է ինձ համար կարևոր։ Ուրեմն մենք ասկե սա պետք է հասկանանք, հավատացյալ եմ, բայց ներսս կարելի է Աստուծո անհաճո, հավատացյալի չվայելով, սկացումներում։ Դակավին մեղքի չէ վերացված, բայց Աստծո անհաճո է և անոնցում է ամենեն կարևորը ադելությունն է։ Գայենը իր զոհը մատուցած ալենը իր եղբոր նկատմամբ ինչ ուներ ադելություն, ող, փարություն և Աստված անոր գսե որ լավ հավատացյալ ես,
կսիրես ինձի, ես ալ կսիրեմ քեզի, բայց ներսի փամ մգա որ անիգա քեզի անհաջող դարձնու։ Ես քեզի մերժեցի, որպեսզի դու այդ սովես։ Անտիա եղածածանը ինձ հոնդը Cardinal Hüngar անոր մասին անեկդոտ ու պատմասեին, ուրեմն իրենք եկեղեցի պիտի շինեն եւ հարուստ 1 միլիոն ստերլին նվիրած է։ Մարդուն անունը գլս է, մեծ դրամ է հարկավտը, Cardinal Hüngar գմերժ է, չէ չեմ արներ այս մարդուն դրամը։ Ուրեմն մարդը գզամանա եւ ինքը ոևէ խնդրալ չունեցած կարդինալի հետ ժամացություն գարնե եւ երթա։ Ուսե ինչու չարիր իմ դրամս։ Ինչ վնասեցար ինձ մեն։ Կարդինալը ասա որ քու դրամը պետք չգա մեզի։ Մեզի թուն պետք է։ Որպես հոսքայիր, որպեսի ծանոթանայինք մենք, անորաման մերժեց։ Ուրեմն, Աստված գայենին գսե, որ մերժեցիք ու զոհըդ, որպեսը անդրադառնաս ու սխալդ։ Զոհը ընդունիք չընդունիք ինձ համար կարևոր չէ, կարևորը քու որակ ստանալիթ է, քու ցել ստանալիթ է, ինձի հաջելի վիճակի քալիթ է։ Ուրեմն ասոր համար է, որ Աստված ուզե մեզի աստարարել, հավատացյալ ուղլալըդ համը չփոխեր, եթե սիրտիդ մեջ անհաջող զգացումներ կան։ Ինչպես որ Հիսուս գսե, չէ, եթե զոհ պիտի մատուցանես, ճիշտ այդ վարյանին միտքիդ մեջ եկավ, եղբորդ հետ խնդիր ունես, սկեց զոհդ եւ քնա իր եղբորդ հետ հաշտել։ Մեր բարակային անիգա հաղորդություն արգել պատն է։ Հաղորդությունը մեղավորներուն համար է։ Այսինքն մենք սրբանալը հետո չեք գնալի ետալ և հաղորդություն արնել, պետք չի գան։ Թելը հիվանդը գարն է, որպեսզի առողջանա։ Մենք հաղորդություն գարնենք, որպեսզի Քրիստոսի գադարելությունը, մեր անգադարելությունը շտկե։ Հետևաբար մեղավորներու համար է, բայց պայմաններ կան։ Պետք է նախ հասկանաս, որ քու շտկելի բաներ ունես քու սիրտիդ մեջ, ուրիշ մարդկանց նկատմամբ։ Այնպես որ զորավոր զգացումները մեր հավատքը կընդհատեն։ Ինչպես որ նույնիսկ ամենեն գադարյալ ժամացույցի մեջ փոշի կամ ավազ մտնեն եւ կանգ կառնե այդ հրաշալի մեքենան, այդպես է մեր հավատացյալի կյանքը կանգ կառնե, երբ որ զորավոր զգացումներ ունենք եւ անուք Աստծո անհաջող են։ Մեր հոգին կփոթորկեն։ Համլետի խաղի մեջ տեսարան մգա։ Ուրեմն երբ որ Համլետը Դանիմարկասի իշխանը գսորվի, որ իր հայրը մերսուցած է իր հորեղբայրը եւ հիմա թագավոր է, ուզե մերսնել անիգա, արիտ կտունդրել եւ արիթը կգտնե։ Իր հորեղբայրը թագավորը առանցին է իր սենյակի մեջ, պատրաստ է իր թաշունը, պիտի մերսնե, բայց կտեսնե, որ աղոտքի վրա է։ Գաղութ է մարդը, զունգ ընտրած է։ Եվ կսե որ հիմա ես այս մարդը մերսնեմ, ուղղակի տրախտրի երդեմ։ Այս մարդուն թարի պիտի չնեմ, չէ իրեն այնպես ժամանակի մերսնեմ, որ ինչպես ինքը իմ հայրս մերսուց, քնացած ադեն այդպես, հանգարզակի ուղղակի դիճող երդեմ։ Բայց հաննալ թագրոնի մեջ հորեղբայրը աղոթում է, կսե որ ինչպես ես հիմա աղոթեմ քեզ, եղբայրս մերսուցի, անոր գինը արի, քեզ աղոթելու երես չունիմ ես, ամենը մերջին աղոթելիք մարդ եմ ես,
եւ չաոտեր ինգընտրած է չաոտեր ինչու որովհետեւ այդ սկացումը կա այդ Դավիթ Մարգարեի սկացումը կա երբ որ այդ ոչրակորցությունը կատարած է եւ աղոթեր ուզե գրգին սամոսներ քրել ուզե չի գրնար որովհետեւ հզոր սկացում կա իր մեջ արքիլով ուրեմն սիրելիներ մեր հավատացյալի կյանքը զորավոր խոսանքներու գոմե կքշվի կդարվի ամեն գող ամեն ինչ մեր մեջի զորավոր սկացումներ արցնցնելու պատրաստ է մեր զավակներու բարակաները, մեր կորձի բարակաները, մեր աբական, քաղաքական խնդիրները, մեզի վերապերյալ եղած խնդիրները, ամենը մեր մեջի հզոր սկացումներ վստահ է եւ այդ բոլորը ինչ կնեն մեր հավատքը կընդհատեն մենք հավատացյալ ուլալեն կթափենք այդ ժամանակներ նորմալ բնական երբեմն անհավատ մարդուն կվերածվենք հետո անիկա գանցնի մենք մեզի կգտնենք բայց արդեն ընդհատված Սիսիֆոսի անեցքը մեզի հետ կգնա Սիսիֆոսը անեցքը գիտեք Տիցապանքյան մեջ աստվածները գանիցեն աստվածը Սիսիֆոս անունով եւ պատիժն ասայ ժայրը դիտի արնե լերան կակատը պետք է հանան եւ հոմ պետք է տնա իր անես պատիժը այդ է բայց այն է որ ճիշտ կես ճամփան դպերեն ժայրի ետ կտանա կինա ինքը վարդիշնա վերստին գարնանիգա Ես ճիշտ պիտի մոդեցնե գրգին վարիչնա ուրեմն իր անեսկա այդպես է մինչև աշխարհի վերջը միշտ այդ ժայրը գարնե վեր տանի ուզե ճիշտ պիտի տանի ետ կտարնա ուրեմն մեր վիճակն այսպես է երբ որ մենք երբեմն հավատացյալ դառնանք փամը գարնե մեզի ետ կդարձնեն անհավատության անվստահության վիճակներում Աստուծո անհաճելի վիճակին բայց քանի որ մեր սկացումները միշտ կփոխվին այդ սկացումներու ջանգյան երբ որ փրկվենք հանգիշուն չառնենք կվերհիշենք մենք մեր հավատացյալ ուղղալը եւ վերստին կսկսենք աղոթելու վերստին կսկսենք մեր հավատքի ճամփորդությունը շարունակել ուրեմն առաջին թեփքը հուզումներն են եւ սկացումներ են մեր ներքին աշխարհը դակնու վրա գնան հիմա մեծ բախտի ընթացքին անոնց մասին մտածեմ գա մարդիկ որ չես ներել գա մրցավանջներ որ երազիք մեջ միշտ կգրտնվին գա քո հոգի փոթորգով վիճակներ կդիվան որովհետև անոնք արգելք են որ ընդմիշտ հավատացյալի վերածվես ուրեմն մենք պետք է կապվենք տերմը եւ այդ տերը մեկ ծայրը մեր սիրտը պետք է լա մյուս ծայրն աստված պետք է լա անորամար նավերը երբ որ բացվին ծով խարիսկ կունենան երկաթ որպեսզի նետեն եւ այդ երկաթով ծովուն ալիքները իրեն առնե հոսանքները չառնե չտանի ուր պիտի գնա իմանա ուրեմն մենք մեր կյանքը խարիսկված պետք է լա եւ իսկացումներով պետք է շարժենք մենք այսինքն իսկացումները պիտի կան պիտի շարժեն մեզ հարկա բայց մենք պիտի չմոռնանք մենք ով ուլալը անորամար սիրելիներ մեր ամենեն կարևոր փորձությունը գուկա մեր իսկացումներով չի դրապետելը
Ուրեմն այդ արգելքներն մեկն է մեր հավատքը կասեցինով մեր ինքնավստահությունն է, որ Աստված մեզի հետ պիտի լա։ Մենք ինչ որ անենք, Աստված մեզի հետ կլա։ Եվ մենք միշտ կարող ենք ետ դառնալ իրեն, եւ երբ որ ետ դառնանք, ինքը ողորմածներ է եւ կընդունի մեզ։ Այդ ունիք չէ ծեր մեջ է։ Փառք Աստծո, որ Աստված այդպես է։ Աստվածաշունչի խոստումը այդ է։ Աստված պատրաստ է, եթե մենք երթանք եւ ներողություն խնդրենք, ինքն ալ պիտի ներե մեզ։ Եվ ասիկա մեծ արգելքներն մեկն է, որ մենք Աստված թեթևի գարնենք։ Աթամ եւ Այան սկսյալ բոլոր մարդկային ցերը Աստված թեթևի գարնե, որովհետեւ Աստված անմիջապես չպատժեր։ Հիսուս սա չէ, գայսի իրավունքը գայսին դվել, Աստծո իրավունքը Աստծո։ Մենք կվախնանք գայսրան։ Գայսրը ունի զինվորներ, ոստիկաններ, դուքանքներ, թերթեր, փանդեր, ձեձեր, դանչանքներ, հալազանքներ, հետևաբար գայսրեն իրավունքը կուտանք մենք, բայց Աստծո իրավունքը, քանի որ տակավին Աստված անմիջապես բադիչ չի սահմանել, հետևաբար մենք թեթևի գարնենք։ Ուրեմն Աստվածաշունչը այսօր օրինակներով լեցուն է, բայց անոր ամենեն ցնցուն օրինակը հավանաբար Սամսոնն է։ Այն հերոսը, որ իր ուժը մազերուն մեջ էր, հրաշքով ծնած էր եւ Աստված ասած էր, որ իր ուժը միշտ պիտի պահպանվի, եթե մազերը չգտնվի։ Բայց ասիկա քախնիկ էր եւ ինքը պետք է պահպաներ։ Երկրորդ Աստված հրամանդված էր, ընդհանուր հրաման էր, գսեր որ օդար գիներու հետ պիտի չամուսնանաս։ Օդար աղջիկներ պիտի առնես, չառնես, աղջիկներն օդար ասկերում պիտի չդաս, որովհետև անոնք քեզի հեթանոսության պիտի տան։ Հետևաբար այս երկու հրամանը լավ գիտեր Սամսոնը։ Երկուքն ալ գոտրեց։ Գնաց, որքան օդար աղջիկ կար, անոնց սիրահարվեց։ Եվ ի վերջո բահեց իր քաղաքը, բայց ի վերջո հայտնեց եւ այն գինը թավաճանեց եւ մազերը գտնվեցավ, փռնեցին իրեն եւ աչքերը գուրացուցին եւ անասունի պես ինքը աղաս կդարձներ։ Հիմա Սամսոնի այն հոգեվիճակը հավատացյալներու հետ է, մեզի հետ է եւ պետք է ուշադիր դառնանք մենք, որովհետեւ երկրորդ Աստծո սկիզբ իմաստությունը։ Հետևաբար այդ իմաստությունը մենք կգործունենք, եթե Աստծո երկրը գործունենք։ Եվ անիկա մեզ գխափանե։ Ուրեմն Սամսոնը մենք կտեսնենք, որ ամենեն շատ փորձվեցավ գիներով։ Մեր կյանքի օրորոցան մինչև քերեզման ամենեն զորավոր զգացումներն մեկն է սերայինը։ Հոգեբանորեն մենք ամեն 4-5 վայրկյան ենք սերային փամը գնդացանք։ Անպայման գոշտ առումով սերային չէ, բայց այդպես ստեղծվել ենք, Աստված մագնիսը դրած է այլ եւ գնոջ միջև եւ այդ մագնիսով մենք կապրինք, պետք է ապրենք։ Սակայն այդ Աստծո կողմէ դնորինված է, չափավորված է, օրենքներով սահմանված է մարդուն երջանկության եւ ընկերության առողջության համար, ամուսնության մեջ պահպանված է։ Բայց պատմությունը մեր ներկա կյանքը մեզ կփաստա, որ ամուսնությունն ալ չփրկեր մարդը։ Այդ այնքան զորավոր զգացում է, որ ամուսնությունն ալ չփրկեր։ Հետևաբար մենք մեր հավատքի կյանքին մեջ, եթե երբեմն հավատացյալ ենք, այդ ընդհատումներուն եւ որ ուշադրության նայենք,
մեր սերային իսկացումները շատ կարևոր դեր կունեն, որովհետև սերային իսկացումները, սերային ոտնձգությունները մեր սիրտին մեջ հետ կթողουν եւ Աստծո հետ մեր հարաբերությունը ստվերածում են, եթե կատարյալ կերպով չեն խափանում, բայց ստվերածում են։ Եվ բոլոր մարդիկ այս առումով պետք է ուշադրություն դարձնեն, այնպես որ հայրերու պատմության երբ որ մենք գնայինք, կհասկանանք, որ իրենց մեծակույն խնդիրը այդ եղել է, նույնիսկ անավատ կացեր են, բայց տակավին այն սերային կապանքները հոն են, որովհետև ի վերջո Աստված որպես բարդատրանք եւ պահանջ լավոտրերը մեր բնության մեջ եւ երբ որ չես կնար դիրաբետել եւ հասկանալ միայն ջնշես այնադան անիգա իր ավերիչ երևույթները ունենա նույնիսկ մարմնապես սխալ չգործես միտքովդ կսկսի սխալ գործելու եւ հատկապես մեր թարումարտությունը այս առումով թիշփախտ է որովհետև այդպես ինչպես ասենք ռմբագործում կա սերային ամեն ինչ կարծես թե այդ սերայինի վրա հիմնված է եւ թիշփախտաբար մենք հավատացյալներս կգործենք որ որքան քիչ խոսենք այս հարցերով այնքան կգործվին ասում բայց այդպիսի բանը չկա մենք միշտ այս աստեցության դակ ենք եւ ուշադիր դիտել ան որ ընդմիշտ հավատացյալ ուլալուզը պետք է անդրադառնա որ իր կյանքի մեծակույն արգելքներն մեկն է կառավարել այդ սերային իսկացումը ուրեմն ասիգա պետք է ամեն մարդ սերտ առնե թյուրին չէ այդ հայրերու պատմության մեջ անեկդոտ մգա մարդը աշիգա գսիրահարվի աշիգը չուզեր ասիգա գետավանք ճգնության բայց երբեք իր միտքեն չի գնալ հանել այս աղջիկը երբեմն վանքեն գպահին կատնավես քույ գետա այս աղջիկը դերու օրը գսորվի որ աղջիկը ամուսնացած բայց հոգ չէ, ինքը տակավին այդպես կմտածե, գերասե, հետո զավակ ունենա աղջիկը, բայց ինքը իր միտքան չի գնալ հանել, բայց գիտե որ պետք է հանել, այսինքն իր ռասիոնել է իր այդ կապվածությունը, օրը գսորվի որ աղջիկը մեռած է, թաղած են, քերեզմանն ալ գիտե, բայց նորեն միտքան չէ մեր Եվ գավոթա աստուծո չի գնար դրդվի, չիշերնը գերտա, քերեզմանը գպանա, աղջկա, թիագին գահասնի, արդեն պտած է, խոտած է, և կպատտվի անոր։ Իսա որ, կուս սիրածը թայս է, այս կան կումիտ չելած է, աստուծմեն ունիս նախամեծար, չապածըտ այս է, և այդպես հետո քերեզմանան գելը, այդ հոդը չլվածվիր, օրերով իր վրա կմնա և այդպես կփրկվի։ Բայց փրկվի կուսը, որովհետև գասվինա, որ անդրամապան է, այսինքն իրրասիոնել է։ Հետևաբար մենք մեր սերային իսկացումով հասկանալով պետք է փրկվենք, լեզու գտնելով Հայտնի է, որ Աստված ալգուս է, որ մենք այդ հարցով սպալվինք և անոր մեջ հասունանանք։ Աստված գիտե, որ մենք ինչպիսի մարմին մոնենք։ Անոր համար Հիսուսին շատ հեշտ է բոլորության թրնված գինը ներել։ Սեզ մե առաջինը նեղջ կորզով թողնել է, այդ առաջին քարը։ Հետևաբար, երբ որ դեր Հիսուս կսեր մի թադեք որպեսի չթադվիք, Ալ ավելի այսպիսի հարցերով է, մենք բոլորս մարդ ենք և մենք բոլորս այս տգալությունները գիտենք։ Բայց պետք է անդրադառնանք, որ այսիկա զորացում իսկացում է և մեզի վար կքաշի։
Հետևաբար վեր հասրանալ ուզով մարդը իրեն վարկաշով այս ուժով պետք է լեզու գտնե, պետք է լուծե այդ խնդիրը։ Եթե չլուծել, այնադեն կապված մնա։ Ասիկա մեր ընդմիշտ հավատացյալ չլալու պայմաններն մեկն է։ Այսինքն ընդմիշտ հավատացյալ եղողները այս խնդիրան փրկված չեն։ Պարզապես այս խնդիրը լուծած է։ Իրենց սիրտի մեջ, իրենց կամքի մեջ։ Հետևաբար մենք այս խնդիրը պիտի լուծենք։ Ուրիշ արգելքը, որ մենք երբեմն հավատացյալ ենք, տրամն է։ Տրամասիրությունն է։ Բողոսարեկալիս է, որ բոլոր չարություններուն մեկ արմատը, մեկ զորավոր արմատը արծաթասիրությունն է։ Ուրեմն մեր էության մեջ տրամի հագում ունենք, հարստանալու հագում ունենք, որովհետև անիկա մեզի վստահություն կբերե։ Անիկա մեզի Աստուծո բարեկամությունը կբերե, մամոնային, մամանանալ Աստված է, չէ՞։ Եվ բոլոր Աստվածներով ես ուժ ունեն։ Հետևաբար ուզենք այդ Աստուծո բարեկամը դառնալ։ Դերվիշ կա եղել, այդպես աղկադիկ հագուստներով այդպես, մուրացկանի պես, շուգայի մեջ քայլում է, կտեսնե սևամորդ մեկը, թագավորի պես թակները, ոսկիներով վերցնե, ասա որ ով է այս սևամորդը, ասիկա սուլտանին ծարանը, դերվիշի ծերքերի կպանասուզը, ով դերվիս է, սուլտանը իր ծարան ինչպես կհակվեցնե, թուն իր ծարան ինչպես կհակվեցնես։ Ուրեմն, իրավես, մեր Աստուծո հետ հարաբերության նույնիսկ ամենան մեծ խնդիրները այդ է, որ Աստված ինչու մեզի հարուստ չներ։ Պետք է Աստված մեզի հարուստ դարձնե։ Եթե հարուստ պիտի չնե, ինչ գործ ունի Աստված։ Եթե հարուստ Աստված ունիմ ես, որպես հայր, ես անոր որդին ինչպես աղքատ կրնամ ուղղալ։ Ուրեմն ասիկա Ամերիկայի մեջ զարգացված health and wealth gospel-ն առողջություն եւ փառքավաճություն, այսինքն եթե հավատացյալ ես, ստիպված ես առողջ լինելու ամեն ինչով, ստիպված ես հարուստ լինելու եւ Աստված ստիպված է քեզի առողջ պահելու եւ հարուստ լինելու, բացապես դու ճամփան չես գիտես։ Եթե զորավոր հավատք ունենաս եւ որոշ փանացեւուններ ունենաս, որոշ համարները անքիր սորվիս եւ Աստուծո երեսին ես այդ համարները, Աստված քեզ առողջ ալնե, հարուստ ալնե։ Հիմա լուսողները հարուստ կնե, առողջ կնե այդ տարբեր հարց է, բայց այս ավետարանը քարոզողները հարուստ կլան։ Իրենք հարուստ կլան։ Ուրեմն մարդուն հավատքը խափանող մեծակույն ուժերեն մեկը նա հարստության փով իր հարաբերությունն է։ Ունենաս տարբեր հարց, չունենաս տարբեր հարց։ Այսինքն ունեցար չես բրգվել։ Չունենաս նորեն չես բրգվել։ Միշտ հարց պիտի ունենաս։ Ինչպես սերային խնդիրը, այդպես էլ հարստության խնդիրը։ Միշտ պիտի ունենաս։ Անգեալ բրգություն չկա։ Հիմա այս փով փորձված մարդկանց ամենաքրիչակավոր որ մեկն է։ Ըստ Հիսուսանը ամենեն զարմանալի։ Սողոմոնը գա, այո, բայց ինքը արդեն թագավորի դղա էր։ Հոբը արդեն ինքը արդար եւ հարստացած է, բայց Հութան դարունակ է։ Հութան մեզի հարմար օրինակ է։
Ինչու որովհետև հավատացյալ եք։ Եվ Հիսուս յետևես եկուսավ ամեն ծախեց, ամեն թոուց Հիսուս յետևեն գնաց։ Հավանաբար Հիսուսյան առաջ շտամի կորզ գներ։ Անոր համար իրենց կանցանակը հանցնեցին խութային։ Հիսուս կտեսներ թերևս այդ դգարությունը, թերևս սերկը քիչ մտրամ անցնին է շոյեն է այդ տրամները, այդ հակեցումը գարն է։ Բայց խութային մեջ այդ որդը չմերավ և սատանան դեսավ անիկա։ Այսինքն խութան 3 տարի տրամով չմեղանչեց։ Տրամը չկարողացավ իրեն անգուն պատճառը, բայց խոներ և ինքը անոր լուծում չեր գտած։ Եվ երբ որ սատանան եկավ և խոսելու սկսավ իր սիրտին, այդ արծաթասիրությունը բարձրացավ իր մեջը և ուսավ, որ ես սխալ ըրացա։ Մեր ակնկալած Մեսիան այս չէ։ Հետևաբար ես երթամ և թավաջանեմ Հիսուսին, տրամա արնեմ հոնդերեն, ինձ համար տրամակլուխ մը գլվա, 30 արծաթ, այսօրվան տրամավ $3000։ So eş, konek 300 arzat üzer. Guda indiren. Ayşin 30 arzat, $3000. Tu kızaka kimsi $3000. Եվ 3 տարի Հիսուսը գերավ, խմեց, հրաշքները տեսավ, նույնիսկ Հիսուս անոր իշխանություն տվավ հրաշքներ գործելու, թևեր հանեց, $3000 ծախեց։ Բայց իր մտածածը սա էր։ Ես այս $3000 գարնեմ։ Բայց ասկյա ավելի կարևորը այս քահանայապետներու հավանությունը դժան։ Թուն վաճառականներ անում կեն։ Անոնցնով կորձ գնեմ ես։ Այսինքն իր միտքի մեջ սարկացավ տնտեսական ծրագիրներ, որ Աստուծո հաճելի չէր, բայց արդեն անիկա կփավեր իր կյանքը թունավորել։ Հետևաբար սիրելիներ, պետք է ուշադիր ուլանք մենք մեզի խափանող ուժերուն թեմ եւ անոնցում եմ մեկնալ հարստանալու սերն է։ Ուրեմն ուրիշ արգելքը մեր հավատքը կասեցնող զվարճությունն է։ Մենք ուր ստեղծվեցանք տրախտի մեջ, ուր ուրախություն կա, Աստուծո ուրախություն կա, հանգստություն կա, հետևաբար մարդու սիրտը ուրախություն գուզե, զվարճություն գուզե, եւ զվարճանալու իրավունք ունենք, միշտ պետք չէ աշխատենք, հանգստանանք, լավ զգանք մենք, կյանքի համը ստանանք, Աստվածալ գուզե ասիկա, բայց եւ այնպես զվարճանալու մեջ թույներ կան, մեր սիրտը եւ մեր միտքը գրավող թույներ։ Այսինքն բոլոր երգերը, որ մենք կհավնենք, Աստվածահաճո չեն։ Բոլոր գինոները, որ գտենք, Աստվածահաճո չեն։ Բոլոր բարերը, բոլոր հագուստները, բոլոր հարսանիքները, որ մենք մասնակցում ենք, Աստուծո հաճելի չէ։ Ինչ պիտի ունենք, կսենք, որ մի պահ ես ունեմ, հետո վերստին հավատացյալ կրենք։ Եվ մի պահ կլինենք, միշտ հավատացյալ պիտի չլանք, չէ, արձակուր ծսված կգա։ Միշտ հասկաշխարի աշակ է, ճիշտ մնալ տատարարն է։ Ուրեմն, Աստուծո մեջ չզվարճանալու, Աստուծմով հաճույք չգտնելու բարակային մեր սիրտը պիտի փնտրե աշխարհիկ հաճույքներ, աշխարհիկ զվարճություններ, աշխարհիկ երգեր,
եթե մեր սիրտը բարձունի Աստծո առջև, այնադեն մեր թևերը եւ ոտքերը գդուսը բարեր, աշխարհիկ բարեր։ Հետևաբար, եթե մենք շրթունքներուն վրա շարական չգա, երկ չգա, այնադեն մեր շրթունքները գդու փնդրե աշխարհիկ երկեր, անոնցմով զվարճանա։ Եվ այս բաներնալ մեսի կխապանե։ Սեզի պատմած է չէ, քնչումը ապաշխարած է և հավատացյալ դարձած է։ Բայց ինքը բարով է, այսինքն հարսանիքներն կհանեն և կբարեն, բայց հիմա ապաշխարած է, հարսանիքի գերտան, գսեն, որ աղջիկ քնա բարել, չէ գսե ես ապաշխարած եմ, ասված մեղք կգրե։ Ուրիշ երկ մգնվակվի, գսեն, որ ելիր խանթավար է մտնոլորդը, չէ գսե ես ապաշխարած եմ, ասված մեղք կգրե։ Բայց ամեն մարդ կբարե, ի վերջո ամենայն սիրած երկը գերկը։ Գտ չտրմանար, կսկսի բարելու, մեկ կոմենալ վեր գնայի, ով դեր գսի, գուզես կրե, գուզես մի կրե։ Ես կբարեմ։ Ուրեմն, մենք մեր մեջի աշխարհի արմատներ ունենք։ Ես ավն եմ։ Ես պատիակ և սրբազան եմ, բայց մայրս ինձ այդպես չծնվեց։ Այսինքն 30 տարեկանին եկեղեցական դարձա ես։ Ասի որ ես Հիսուսեն ավելի խելացի չեմ, Հիսուսը սպասեց Աստծո որդին 30 տարեկանին։ Ես ասի կսպասեմ 30 տարեկանին։ Ուրեմն մենք բոլորս այս աշխարհեն սերմեր և արմատներ ունենք և միշտ պետք է ուշադրել լանք անոնք թուս կուքան և գգասեցնեն մեր հավատքը և մեզի երբեմն հավատացյալներու գվերացեն։ Ընդհատված հավատացյալներու գդարձնեն։ Երբ որ Հռոմի դագը, Հռոմ քաղաքի դագը կաթոկոմներ կան, այսպես, քերեզմաններ։ Քրիստոնյաները 200 տարի այդ քերեզմաններու մեջ հավաքվեցան, հոնդերերը աղոթեցին, քահնավես, և անոր բادرուն քծեցին, քրեցին, և հոնդը նգարը գրեցնեն, Քրիստոսի նգարն է, խաչկայևային եղել, բայց ինքը հարբ կնվակ է Քրիստոսը։ Օրֆեուսի միթոլոգիայի այդ իմաժը Քրիստոսին վայելուսած է։ Ինչ է գիտեք այդ պատմությունը։ Օրֆեուսը, երբ որ հերոս է նավով ճամփորդը, գիտե որ սիրեններ կան այդպես, ծովի աղջիկներ, քեյցիկ երկերով կքրավեն և գմորնա նավորդներ ուր գերտան, ժայրերուն գծարնե, իրենց նավը գործանվի և գեր գթարնան այս սիրենները։ Ուրեմն երբ որ Օրֆեուսը գիտասիկա, ինքնավ լավ երկիչ է, երբ որ այդ սիրենները երկերու գծրսին, ինքնավ գերք է։ Իր երկը ավելի քեյցիկ է։ Եվ գջնշե միս բոլոր այդ քրավիչ սայները և նավորդները ողջ առողջ այս ժայրերուն մեջտեղեն գացնին հանքիստ կերպով։ Այսինքն քրիստոնյաներին չկսեն այս աշխարհի քրավիչ երկերուն մեջ Քրիստոսի երկն է ամենեն կարևորը մեզ համար։ Եթե անոր երկը լսենք մենք, անոր խոսքերը լսենք մենք, ապահով կերպով կհասնենք մյուս ծայրը, ապահով վայրեր։ Ուրեմն, սիրելիներ, զվարճանալ գուզես, կամ երբեմն աշխարհիկ բաներով պիտի զվարճանաս, պիտի սես որ մեղք չգասկե, բայց վտանգ կա, շինակ է որ մեղք չեն, և հաճախ չեք կրնալ կուսապիլ, որովհետև ծեր ասկականները, բարեկամները այդպես են, չեք կրնալ կուսապիլ, բայց պետք է սորվիկ Քրիստոսի ցայնը լսել։ Ամեն օր եթե աշխարհի ցայնը լսեք, պետք է Քրիստոսի ցայնն լսեք։ Այդ արիտները
ստեղծեք։ Ուրեմն հիմա ես ձեզ ասի, որ դուք երբեմն քրիստոնյա եք, ես ալ երբեմն քրիստոնյա եմ, տակավին միշտ քրիստոնյա չդարձանք, քիչ մը արնվեցա, որովհետև երկար ժամանակ, դերս ոսպե 20 տարի ծանոթ անցել կան, որ ծանոթ ենք կհետևին ինձ 2005 թվականին վեր Հայաստան եմ ես, և վստահ եմ, որ այդ մարդիկ ասին, որ ես երբ որ հավատացյալ դարձա, միշտ դերը մտածեցին, միշտ կմտածան, բայց քեզի վատ լուրմ ունի, Աստված միշտ մտածել հավատացյալ լալ չէ, սա հարցում ուղեմ սեսեմ, դիեզերքի մեջ, Աստուծո մասին ամենայն շատ մտածող ով է, Սատանան է, չէ? Սատանան չի գա մեկ վարգան, որ Աստված չմտածել։ Հետևաբար, շարունակ Աստված մտածել չավահով էր, որ մենք հավատացյալ ենք։ Որովհետև երբեմն Աստված մտածել վարժություն գրնալալ։ Ինչպես մարդիկ որոշ տեսակի երաժշտությունը գսրեն և շարունակ գսել գուսեն, որոշ անսելալ այսպես քարոզսել գսրեն։ Այսպես քարոզի անուշ կուկա իրենց։ Որոշ մարդիկ սուպքի կատալ իրենց վարժություն դարձազել, լավ է այս բաները։ Բայց Աստված մտածել և երկար տարիներ Աստված հաճախ մտածել չավահով է, որ մենք ընդմիշտ հավատացյալ ենք։ Որովհետև պետք է մեր սիրտի մեջ Աստված առնենք։ Պետք է Աստված մեր ամբողջ էությունը լեցնի, թեպը անոր երթը, այդ մեր իդեալը է, բոլորովին Աստուծմով լեցնել ուսենք։ 14-րդ Սամոսի ինչ կսե անսկամը իր սիրտի մեջ իսավ, թե Աստված չկա։ Իր միտքի մեջ չէ, իր սիրտի մեջ իսավ, որ Աստված չկա։ Այսինքն հավատքը Աստուծո դերը մեր միտքը չէ։ Համայնավարության ապրողները գիտեն, եկեղեցականներն ավելի Աստուծո մասին մտածողները աթեիզմի ուսուցիչներ են, չէ՞։ Աթեիզմի պրոֆեսորները։ Անոնք շարունակ Աստուծո մասին կմտածեն, թե հասնեն թե ինչպես չի Աստված։ Հետևաբար միտքի աշխատանքը չափահով է։ Մեր սիրտի մեջ պետք է ինա Աստուծո հիշատակը։ Եվ հոնդե անշարժ կերպով մունա։ Հետևաբար Տեր Հիսուս այդ ճամփան ցույց տվավ։ Տոնի վերջին օրը ոտքի կանգնեցավ և ասավ, որ ով որ ծարավի է թոքա և խմե։ Ինձի հավատացողին սիրտի մեջ են կենդանի ջուրելու աղբյուրներ պիտի փխին։ Միտքեն չեն, ինձ հավատացողին սիրտին մեջ են։ Հետևաբար այդ սիրտը մեզի ցույց կտա մեր անձնայը։ Եվ հետս հետեն մենք, ինչպես ենք ավելի պծախնդիր կդառնան մեր կյանքի նույնիսկ մեր մտածումներու մասին, նույնիսկ մեր երազներու մասին։ Խոստովանանքի ցանկը գիտեք, այդպես կգարտացվի։ Հոնդե խոսք մը կա, երազային քիչությամբ։ Հիմա մենք երազին մեջ մեզի պատահածները գսենք, որ մեր ցերկը չեն, չեն։ Բայց հայրերը գսեն, որ չի գա այդ իսպանը։ Երազն ալ քեզի քումասիտ կփացատրը։ Հետևաբար, երբ որ հավատացյալ գարնես, հավատացյալ գրնաս, կյանք ապրիս, այնադեն քու ամբողջ կյանքդ պիտի մտածես։ Արդուն եղած, քունի մեջ եղած, Արորյա միտքերը գարնեն քեզի գտանին, եթե դու քեզի ճանչնալ ուզես,
պապուգեցիր և սա որ ես վերջին 15 վարգյան ինչ մտածեցի, առանց ուզելու, որովհետև առանց ուզելու, առանց ուշադիր թարնալու, քու այդ առօրյայի մտածումներդ իսկության մեջ քու սիրտդ մեջ եղածներ դուրս կգան, սիրտդ կբարտադրեն միտքիդ, որ այդ բաներում մասին մտածես, և այսինքն Հիսուս սա ուր որ է կանցդ սիրտդ խոմբի դուլա, հետևաբար սեր այդ առօրյայի բնական մտածումները հետևեցեք, այնադան սեր սիրտի որակը մեջտեղ ուկա։ Եվ կհասկնաք, որ Աստված ձեզ համար մեկ կողմ է, թե ոչ։ Հիմա հարգավտը մենք որոշ իսկացումներ ունենք և գիտենք, որ գադարյալ չենք, մեղավոր ենք, բայց Աստված ողորմած է, այս տարի Նիգյոժողը 1700 տարերից է, հետևաբար եկեղեցիներ կմտածեն, Կոստանդիանոս մեծ գայսր իրավես քրիստոնեությունը ազատ կրոնք հրճագեց և նոր շրջան բացավ քրիստոնեության համար, մեծ ծառայություն ցույց տվավ, բայց ինքը մեռնելուց առաջ մգրտվեցավ։ Միայն Կոստանդիանոս չէ, շատ մարդիկ կուզեին, որ մեռնելու ադամ մգրտվեն, որպես մգրտվին, անգե հետո մեղք չկործան, այսինքն մաքուր գերբով մյուս կողմ անցնին, բայց հարգավտեն անոր ապահովությունը չկա։ Սիրելիներ, մեր հավատքի մեծակույն ծուգիներեն մեկնալ, մենք մեր հավատքը բահածո ուլալով կսպարենք։ Հիմա ամար գուկա, պանջարեղեններ չեն, հետո ինչ կնեկանոցն են, բահածո, թութուր կպատրաստեք չէ, որպես սմեր ունեք, որովհետև թարմ չեք դինար գտնել։ Ուրեմն, մեր շատմը հավատքի կործածությունը այդպես բահածո հավատք է։ Ինչ ասել ուզեմ, այսինքն որոշ մարդիկ գրոնքով գսպալվին, իրենց համար գպավե, ձեսով գսպալվին, իրենց համար գպավե, այդ իրենց պավարարություն գուդա, որոշ աղոտները անքիր գսորվին, հայ մերը կիդեն, այսինքն իրենք անցյալին պատրաստված բաները ունին և այդ բաները գսպարեն, բայց Հիսուս մեզ ասաց մեր հանավազոր, դուր մեզ այսօր, անիկա միայն այսօրվան մեր գերած հացին համար չէ, հոգևոր հացի համար են այդ, մեր հոգևոր սնունդը մեզ այսօր դուր, մանանան և ինքեն ամեն օր դիչներ, և բահել անիկա գարելի չեր, հետևաբար պետք է մենք մեր հավատքը թարմ ունենանք, բահածոյալ ունենանք, բայց ամեն օր մենք մեր հավատքը թարմացնենք և թարմ ուլավով անիկա ուտենք, անիկալ Աստուծո կենթանի ապրով հավատք կբահանչի։ Այո, ուրեմն, բարի լուրը ինչ է այս բոլորի մեջ, Դավիթի մասին խոսեցանք, Իսկ որ լավ իսկացումներ ունի, սամոսներ գրեց, բայց իր հավատքը ընդհատվեցավ մեղքերով։ Բայց երբ որ ընդրվեցավ Դավիթը, Սամուել մարգարեին Աստված ասավ, որ իմ սիրտիս համաձայն մարդն է ան, և իմ բոլոր կամքս պիտի կատարեմ։ Ուրեմն իր սիրտին համաձայնն էր Դավիթը։ Նույնիսկ մեղք գործած Ադամը։ Սեզեպամը բիդոսը, ասիգա միայն աբլողները գիտեն, որովհետև միտքի հետ կապ չունի ասիգա։ Երբ որ հավատացյալ գտարնանք,
Սեր սիրդին մեջ խորունդ միտը աբախովությունը գտրվից ես։ Եվ այդ կբադայի Մարդու սուրպին գերթա կսե որ պամը սենցը սուրպը կսե որ ասպաց գիտես այգոլ սե գիտեն շատ լավ է ասպաց քեզի գիտեն գենան անիկա ամեն ինչ գիտեն չէ գսե քեզի գիտեն ասպաց քեզի գիտեն կգենա և գսե որ ժամանակ դուր ասոր պատասխանելու համար։ Գերտա մի շապատեդոր կուկա, գսե որ այո, ասված ինձի գիտեն։ Ուրեմն, ասված քեզի գիտեն, հոստը պատասխան կուկա։ Եթե այդ պատասխանը չէ եղած, խնդիր ունիս։ Եթե այդ պատասխանը ունիս, այնադեն թավիտ մարգարեի վես երբեմն հավատացյալ գնասլա։ Այսինքն, հոստը ժպտով պամը, սե որ հոգ չէ, այսինքն ես քեզի կընդունեմ, միայն թե շատ մի հերանար, անթժիշկելի գերբով մի հիվանդանար, անթարմանելի սևով անթունտներեն մի ինար, հուտան կանցանագեն քիչ մի պաներ գքողնար, չիդեին ամենը, Քրիստոսն ալ գիտեր, խնդիր չէր, բայց երբ որ ծախեց իր դերը $3000 այդ մեծ անկում էր, այն վեր կարձրանալ չեղավ։ Հետևաբար, Աստված գիտե թե մենք ով ենք, և պետք է հարց տանք թե մեր սիրտին մեջ Աստված իր գնիքը զարգաց են, մենք անորինը եղեր ենք, անմերինը եղեր են, մեր անունը իր ափին մեջ գրած է, անոր խոստումները մենք յուրացուցած ենք, այս պատասխանը եթե ունենք մենք մեր սիրտի մեջ, այն ադեն մեզ համար հույս կա, որովհետև մենք զինվորյալ եկեղեցի մեկ մասն ենք, կգրվենք, եւ մեր ամենեն սարսափելի ոսոխը սատանան չէ, մեր եսն է։ Մեր եսը արդեն ինքը ցանած է ցանելիքները։ Մեր եսը մեծակույն հակարագործն է Աստծո։ Անոր հետ պիտի պայքարենք հարգավթը։ Բայց պետք է մենք մեր գոմը ստեղծենք եւ ասենք, որ մենք Աստծո համար ենք եւ մեր կյանքը անոր նվիրացենք, այո, կեսկադար, բայց մեր բարգացությունները Աստծո գլեցվի Աստված հավատարիմ է և անիկա սկսած կործը մեր կյանքի մեջ իր կատարելին պիտի հասցնե։ Այս կյանքի մեջ, եթե այս կյանքի մեջ չեղավ, մյուս կյանքի մեջ։ Բայց շատ կարևոր է, որ այս կյանքի մեջ սկսը։ Այս կյանքի մեջ ապաշխարենք մենք։ Այս կյանքի մեջ մեր դգարությունները անոր ուսենք, կարելի է մեր կատարելակործումը միշտ ծրագիր ուլավով մնա այս կյանքի մեջ։ Բայց թող այդ ծրագիրով մեր աչքերը փակենք։ Այսօր ամենն ապահով ճամփան սա է։ Օրը ինչպես կվերջացնես։ Այս գիշեր քունին ինչպես պիտի մտնես։ Աստծով խաչտանելով, անոր ցերկերուն հանցնելով։ Ուրեմն այդ ասիգա սա ըսերը վերջացուցիր։ Երբ որ մեկը շարատություն կսորվի, կամ ոյվը կորձ գնեք, միշտ կսեն ամենեն կարևորը սկիզբն է և վերջն է։ Մեջտեղ ինչով գլեցինես, բայց առաջինը սկիզբը քնության և վերջավորությունը շատ կարևոր է, որովհետև անոնք միտքի մեջ մնա։ Եվ Աստծո համար շատ կարևոր է մեր սկիզբը, Աստծուց մեր ծնունդը արվելը մեր միտքի ծնունդը Աստծուց է, և վերջավորություն է, և այդ վերջավորություն սեր կյանքի վերջավորությունը չէ, այս օրվան վերջավորություն է,
որովհետև քունը փոքր եղբայրն է մահվան։ Հետևաբար, եթե այսօր հանգիստ սիրվով քու մեղքեր տալ Աստծո առջև ցնելով, դեռ ես քու զավակը կուզեմ գադարյալալ, առանց քեզի չեմ գնալալ, օգնեցել ինձ մինչև այսօր, մինչև այս գիշեր, քու ցերքերուտ կանցնեմ իմ հոգիս։ Քու գտեմ։ Պատրաստ եմ, եթե այսօր ընդհատվի իմ կյանքս։ Երբ որ ասիգա գսել, վաղն ասիգա գսես, մյուս վաղն ասիգա գսես, օրգուպի իրավես պիտի վերջանա։ Անորամար սիրելիներ, սեր գրիվը, սեր բայկարը շարունակեցեք, ուրեմն Պողոս Արաքյալի Կորինթացիներու առաջին նամակին գրած 9-րդ գլուխեն գարտանք եւ ավարտենք մեր խոսքերը։ Չգիտեք որ եթե մրցած բարեզում վազում են, բոլորն են վազում, բայց միայն մեկն է շահում մրցանակը, այնպես վազեք որ հասնեք մրցանակի։ Մարզիկներն ամեն ինչում ժուժգար են, նրանք սա անում են ապագանելի թափնեպսակ ստանալու համար, իսկ մենք աներց անգործանալի։ Արդ, ես ճիշտ այսպես եմ վազում, ոչ աննպատակ, մրցում եմ այնպես, ոչ թե օդը ձեծելով, բայց մարմինս ճնշումներու եմ ենթարկում եւ զիսկում, որպեսզի ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս անվիդանք չլինեմ։ Ասիկա ես ինձ համար կարտաս։ Ուրեմն, սիրելիներ, պետք է մեր կյանքը ուղենք հետս հետը ավելի վստահելի հավատացյալներ դառնան։ Ուրիշներու աչքին չէ։ Մեր աչքին եւ Աստծո աչքին։ Տերողն է սեր բոլորը, սեր այդ երբեմն հավատքի հաճախակի դառնա, հետս հետը ընդմիշտ հավատքի վերածվի, Աստված մեզ արժանացնե այդ օրերը։ Տերողն է սեր բոլորը։ Alo, der Bohemias.
Պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված քնիչներ, Բահյա, Բահպանյա և Օրնյա, Զասկսայոց, Զեգես, Հայաստանյայց, ըս հավատացյալ ժողովուրդն մեր, ընթովանյալ, սուրբ և պատվագան, խաչի գրկովի խաղության, փրյա և ազատյա, հերևերի և աներևու թշնամույն, արժանավոր յակողության պարավորելս կեզ, ընթոր և ընսրպողույն, աշմ և միշտ և ավիդյան սավիդենից, օրնյալ ներմեր, Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ ինձ ես, սուրբ երեսյանում քո, եկեսյա արքայություն քո, երեցին կամ քո, որպես երկինս և երկրի, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մենք թողունք մերոց պարտականած, և մի կանից մեզի փորձություն, հայր քրկյաց մեզի չարե, զիքոյ արքայություն և զորություն և պարտականությանս ամենից։ Օրդյալ Պիերու, իր շնորհած Սուրբ Հոգուն, երթայք իր խաղաղության և դեր Հիսուս Քրիստոս եղիցն սեզ ընդամենեսյան, ամեն։ Շեր բարի սեր բոլոր։ Դերով։ Սիրելիներ, պիտի խնդրեմ մեկ բաղ կանենք, Պատրիարք Հայրը Քիչնի ներքև միասնական խմբարը կարկանենք, ապա կարող եք մոտենալ մեկ այդ ստանալ։ Մեկ